Բարև ձեզ։ Մենք դասարանում կատարեցինք փորձ, որը վերաբերվում է մարմինների էլեկտրականացմանը։ Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս, օրինակ սաթը բրդով կամ ապակի մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ցկելու հատկության։ Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք եւ նշանակվում է Q տառով։ Էլեկտրական լիցքի միավորը կուլոնն է, ի պատիվ Շարլ Կուլոնի, ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը։ Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված երկու սաթե կամ մետաքսով շփված երկու ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե եւ սաթե ձողերը իրար ձգում։ Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք։ Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփած երկու ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական եւ վերագրեցին պլյուս նշանը, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքն բացասական եւ վերագրեցին մինուս նշանը։ Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։ Նույն նշանի լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց։ Երկու անշարժ կետային լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալի եւ հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն։ F-ը հավասար է K անգամ Q1 անգամ Q2-ը հարաբերած R-ի քառակուսուն։ Այս բանաձևում Q1-ը եւ Q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններ են, R-ը նրանց միջև եղած հեռավորությունը, իսկ K-ն համեմատակցության գործակից է։ Հաստատուն մեծություն, որը հավասար է այդ բանաձևին։ Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք։